Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:45-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ-ն եւ հայտնել, որ նոյեմբերի 19-ին ժամը 15:00-ի սահմաններում գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում իր հետ կապ է հաստատել Յուքոմ ընկերության աշխատակիցը եւ հայտնել, որ 5G կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի, հաղորդում է Շամշանքոմը։ 2 ժամ հետո Մարգարիտա Գ-ն նկատել է, որ իր անվան բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 միլիոն դրամ գումարի փոխանցումներ Ինեկո, Ամերիա եւ ID բանկային հաշվեհամարներին։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով Մարգարիտա Գ-ն աշխատում է Աբովյան բժշկական կենտրոնում որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։ Նոյեմբերի 25-ի ժամը 13:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ Թթու ջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է։ Մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևանի եւ մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից ԵՓՎ, ՓՈՎ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական եւ 143 օժանդակ տեխնիկա։ Պաշտպանության նախարարության ուղղաթիռով իրականացվել է հետախուզում եւ հրդեհաշիջում։ Այսօր նոյեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ 42-ամյա Կարլեն V-ի վարած Mercedes Vito մակնիշի եւ 36-ամյա Գևորգ G-ի վարած Subaru մակնիշ ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ փրկարարները, տարածքը սահմանազատել են։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։ Բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելու գոտուց եւ բախվել ծառին։ Համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացի 31-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 17-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։